Ողջույն բոլորին։ Եթերում է քո մասին եմ։ Ձեզ հետ հոգեբան Գրիգորի Բադալյանն է եւ Նանե Մաթևոսյան, բիզնես խորհրդատու։ Մենք միասին որոշել ենք բավականին հետաքրքիր հաղորդումների շարք նկարանել, որը ուղղված է հենց քեզ։ Ուղղված է քո խնդիրներին, քո կարիքներին, քո հետաքրքրություններին, քո պատկերացումներին, քո մտածողություններին։ Ամեն ինչ սկսեց այն պահին, երբ որ Գրիգորի հետ խոսում էինք եւ հասկանում էինք, որ բավականին շատ հարցեր եւ խնդիրներ գոյություն ունեն թե ընտանիքում, թե կոլեկտիվում եւ շատ անգամ իրար հետ չխոսելու խնդրի արդյունքում առաջանում են բավականին բարդ պրոբլեմատիկ հարաբերություններ։ Ու մեզ թվում է, որ իրար հետ չխոսելը դա ընդհանրապես ինչ-որ խնդիր է, բայց արի ուտես որ դա գալիս է շատ վաղուց։ Ծնողը չի խոսում երեխայի հետ, ամուսինը չի խոսում կնոջ հետ, ընկերները չեն խոսում իրար հետ, ու իրար հետ խոսելու դժվարությունն ու բացակայությունը բերում է մի շարք խնդիրների։ Այդ իսկ պատճառով սիրելիներս, մենք որոշել ենք ավելի շատ ձեզ ծանոթացնել ձեզ հետ։ Այսօր խոսելու ենք նրա մասին, թե ինչքան է պատահում, որ մեր խոսքը, մեր միտքը մնում է գլխի մեջ, բայց մեզ թվում է, որ մենք դրա մասին ասել ենք, կիսվել ենք եւ ունենում ենք ակնկալիքներ։ Որոշեշտ է առաջին իմանալ, որ շատ կարևոր է ունենալ եւ ձևավորել խոսքի եւ հաղորդակցման մշակույթ, որի ժամանակ դուք կարողանաս գրագետ կերպով, առողջ կերպով հաղորդակցվել ինքդ քեզ հետ եւ հաղորդակցվել շրջապատի հետ։ Այո, ձևակերպել սեփական մտքերը, սեփական վախերը, սեփական ցանկությունները եւ կարողանալ ճիշտ բառերով, առանց դիմացինին նեղացնելու, վիրավորելու, նվաստացնելու կամ չափից դուրս գովաբանելու, զուտ հայտնել միտքը եւ հասկանալ ինչ նպատակի հետապնդում այդ միտքը արտահայտելը։ Եվ հաղորդակցվել կամ շփվել կամ հարաբերվել ասելով, մենք ոչ միայն դիտարկում ենք ուղիղ վերբալ, այսինքն խոսքային հաղորդագրությունների փոխանակումը, այլ դիտարկում ենք քո հարաբերակցությունը ամբողջ աշխարհի հետ։ Այս պարագայում Գրիգոր ջան, ես հարցում եմ քեզ։ Ուզում եմ ճշտել օրինակ, որպես հոգեբան, ինչ կարծիքի ես, ինչպես կարելի է աշխատել սեփական անձի վրա։ Մեզ չեն ծանոթացնում մեր բնության հետ։ Երբ քեզ չեն սովորեցրել ճանաչել քո բնությունը, ընդունել այն, գիտակցել այն, կարևորել այն, եւ քեզ ծանոթացնում են քո կեղծ կերպարի հետ։ Մենք ունենք պատկերացումներ, որ ես բավարար չարժեմ, որ ես չեմ կարող, որ ես միգուցե այդքան կարևոր չեմ։ Անհրաժեշտ է իմանալ, որ ցանկացած նմանատիպ կեղծ բացասական պատկերացում որ ունես քո մասին, դա կեղծ է, այդ ամեն ինչը կեղծ է ու ստեղծված է հասարակության կողմից քո մասին։ Ես զուգահեռ դրան նկատել եմ, որ այդ պետք է պարտավորեցի շրջանակներում մարդիկ երբ որ մտածում են, որ իրանք ինչ-որ մի բան պետք է ու պարտավորեն, ուրեմն դիմացինն էլ ավտոմատ կերպով պետք է ու պարտավոր է, ու եթե իր պարտքը չի ճանաչում, դա արդեն իր խնդիրն է։ Բնականաբար որովհետեւ դու պրոյեկցիա ես անում քեզ, այսինքն ինչպես մտածում ես թե ես ոնց եմ ապրում աշխարհում, այնպես էլ մտածում ես որ մարդիկ պիտի ապրեն աշխարհում։ Իհարկե մենք ինքներներ ունենք սոցիալական պարտավորություններ ու որոշակի պետքեր կան։ Մասնավորապես եթե դու երեխա ունես, դու պետք է գիշերը զարթնես ու հեչնից կերակրես։ Դե բայց դու ուզում ես դա անել։ Բայց դու ուզում ես դա անել։ Ու այստեղ շատ կարևոր է տարբերակել ես ուզում եմ, հույզն է դա ես եմ։ Թե ես պարտավոր եմ, ես պարտավոր եմ սոցիալական այն կերպարն է, որի վրա կառուցում են այն ֆունկցիաները, թե դու ինչ պիտի անես սոցիումի համար, բայց ոչ քո համար։ Համաձայն եմ, ես օրինակ ստիպված չեմ սիրում ոչինչ անել, ես սիրում եմ ցանկությունից ձևավորել այնպիսի կերպարներ, որը միան պարտավորվածությամբ է ապրում, դա բնականաբար բավարար առողջ չէ։ Քո ապրելու ոչ առողջ մոդելը, որով դու երբեք չես կարող երջանիկ լինել, որով դու չես կարող առողջ լինել, դու փոխանցում ես սերունդին, որովհետև դու ուրիշ ոչինչ չունես փոխանցել, դու ուրիշ լեզվով չես խոսել։ Այդ իսկ պատճառով այդ ծնողավարության ինստիտուտը գերկարևոր է, որի մասին մեր հաղորդումներից մեկի ժամանակ կքննարկենք, հավանաբար առավել թիրախավորված խոսենք, գերկարևոր է, որովհետև ծնող լինելը դա գերբարդ մասնագիտություն է։ Կարողանաս ոչ թե երեխային ասես ամոթ է, ոչ թե վազես ամեն անգամ երեխայի հետևից, հա, երբնից բարձրացնելու, այլ սովորացնես գոյատևել, գրագետ ու ինչ ամենակարևորն է առանց քեզ, չնայած շատ դժվար է, չէ՞։ Ծնողի գլխավոր ֆունկցիան սովորեցնել երեխային կյանք մտցնել, որ ինքը կարողանա առանց քեզ ապրել։ Գոյատևի, հա։ Ինչքան է շատ ծնողների համար անցանկալի է, որովհետև շատերը սեփական շատ ցավոտ է, սեփական նշանակությունը մի տեսակ ոնց որ նվաստացում է, չէ՞։ Որովհետև շատերը նույնականանում են երեխայի հետ ու ասում են ես ապրում եմ երեխայիս համար, բայց դա առողջ չի։ Նես կարող է մեծ ժառանգությունը լինի այն, որ ինքը ունենա առողջ անձ, առողջ ինքնավստահություն, առողջ ինքնագնահատական, որի միջոցով այս կյանքը ոչ միայն ապրի, այլ ապրի առողջ, որովհետև մենք ապրելու հիմնական բաղադրիչը հույզ ապրելն է։ Հա։ Հաճույք ստանալ այս կյանքից, բավարարվածություն ստանալը լիարժեքություն, բայց եթե դու չես ստանում, դու անդադար վասկի մեջ ես եւ դու ապրում ես պետքերով, դու պարզապես կաս կյանքում, առանց այդ բավարարվածության ապրելով դու իհարկե ցանկանում ես մի օր բավարարվել եւ ասում ես, լավ, հետո սա էլ կանեմ, հետո, բայց կյանքը արդյունքի մեջ չի, կյանքը ընթացքի մեջ է։
կյանքը այս վարքյանի Ամեն մեջ է, պահին։ այս Հենց հիմա պետք է հենց հաճիկ ստանանք ինչ որ բնականաբար այդ մեզ իսկապես հաճույք է պատճառում այն գործընթացը, որ մենք կարողանում ենք մեր ունեցած պարունակությունը փոխանցել ձեզ, որը սիրելիներս վստահ եմ կփոխի ձեր կյանքի որակը դեպի դրականը։ Եթե դու երջանիկ ես, քո կողակցին երջանկացնում ես, եթե դու ինքնավստահ ես, դու քո կողակցին ինքնավստահություն ես ներշնչում։ Եվ եթե մենք կարողանում ենք դա անել ու դուք էլ կարողանում եք մյուսին դա փոխանցել, մեր հասարակությունը առողջանում է, երջանկանում է։ Դե եկեք մի հատ բան առաջարկենք, հենց հիմա ով նայում այս վիդեոն, խնդրում եմ ժպտալ հիշելով, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է ու ավելի լավ է լինելու։ Համաձայն եմ, բայց դրա համար իհարկե պետք է սովորել, որը մենք փորձում ենք միասին ապահովել։ Դե ինչ, մինչ հաջորդ եթեր, մենք թեման նախորդ կհայտարարենք ու ուրախ կլինենք ձեր մեկնաբանություններին։ Խնդրում եմ լինել ակտիվ։ Լավ եղեք, շփտացեք։